Այս եւ սրա նման այլ, բայց մետաղական իրեր ըստ էության զինված իշխանափոխության գործիքներ պիտի դառնային քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրությունների համաձայն։ Երկաթե իրերը նախատեսված էին ավտոմոբիլների անվադողերը ծագելու համար, որպեսզի երթևեկությունը կաթվածահար լիներ, բայց քննչական կոմիտեն այլ մանրամասներ է հրապարակել։ Ըստ էության զինված հեղաշրջում կանխելու մասին են հայտնում քննչական կոմիտեից։ Ասում են Սրբազան պայքար անունով շարժումը ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու եւ իշխանությունը զավթելու համար միջոցներ ու գործիքներ։ Հանցավոր խմբի ղեկավարները իրենց հանցավոր նպատակներին հասնելու համար գործադրել են հոգեբանական եւ քարոզչական բնույթի հիմնարկներ, տեխնոլոգիաներ, հիմնականում ապօրինի գործողությունների կատարումը վերապահելով արկածախնդիրներին։ Մեկ տասնյակից ավելի մարդկանց անվանատառեր է հրապարակել քննչական կոմիտեն առավոտյան։ Այդ մարդիկ ըստ իրավապահ կառույցի մտածել, քննարկել ու իշխանափոխության պլան են գծել։ Այդ մտածմունքներն ու քննարկումներն ընդհանուր առմամբ մոտ 20 րոպեանոց ձայնագրությամբ են ներկայացնում քննչական կոմիտեից։ Դրանցում հիմնական խոսողի ձայնը թվում է, թե Բագրատ arczepiskoposինն է։ Ասում եմ, չբռնեք ամսի 4-ին, ես մեր խմբերին ասենք պատրաստ են։ Ասենք նախապես զվանով կան ասենք պատրաստ են։ Իսկ սան գալիս են մայրաթով, շիխում կամ գնանք մայրաթով, սրանց ընդեղ ջարդ են քշել կոտորեն, ու դες քշենք Երևան խմբերին ասենք ժամը ես էշին պատրաստ եք սա թագետել։ Քանի դեռ Սրբազան պայքարի կողմից հերքում չի եղել, շրջանառվում են նաև վարկածներ, թե այս ձայնագրությունները կարող են նաև գեներացված լինել արհեստական բանականությամբ։ Այսօր Սրբազան պայքարի մի շարք մասնակիցներ, այդ թվում Բագրատ Գալստանյանը, բերման են ենթարկվել։ Ի դեպ, մի քանի օր առաջ ձերբակալվել եւ հիմնականում բաց էին թողնվել շարժման ու հայ հեղափոխական դաշնակցության որոշ անդամներ։ Չարիք, լավ լսի։ Ինչ էլ որ սարքել լինես, ինչ էլ որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Դիմացի կգան։ Նախաձեռնված քրեական վարույթով առավոտից խուզարկվում են Բագրատ arczepiskopos Գալստանյանի եւ Սրբազան պայքարի մյուս համակիրների տները, հայտնում են շարժման անդամները։ Խուզարկություններ են նաեւ դաշնակցականների տներում։ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինի անդամ Արվետամարտիկ Իլիս Սարգսյանի բնակարանը է, որտեղ վաղ առավոտվանից ԱԱՏ ծառայողները նաեւ դիմակավորված խուզարկություն են իրականացնում, թույլ չեն տալիս որևէ մեկը ներս մտնի։ Ըստ քննչական կոմիտեի 25 հոգանոց մոտ 200 հարվածային խումբ պետք է կազմվեր խաղաղ պայքարին զուգահեռ, որոնք դարանակալելու էին կառավարության շենքն ու ամեն գնով կատարեին իրենց առաջ դրված խնդիրները։ Նաև ասվում է, որ խմբերից ոչ մեկը մյուսի խնդիրը չպետք է իմանար։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ հեղաշրջման պատրաստվողները քարտեզներ են ձեռք բերել եւ Երևանի լուսացույցներն անջատելու տեղերը ճշտել, որ երթևեկությունը կաթվածահար անեն։ Ըստ կառույցի ձեռք են բերվել պայթյուններ կատարելու եւ կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ։ Հանրապետությունը ներգրավել տերորի մեջ, հասնել ինչ-որ մի գործողության, այդ 25 հոգանոց ջարդահար խմբերը, որոնց կազմում կային նաև ղարաբաղցիներ, պետքա ջարդեին, սպանեին ու մերցնեին մարդկանց, այս տահակներն էլ այդ ընթացքում պետքա գային իշխանության, հետո էլ արդեն պատերի տակ մարդ պետք է գյուլեին։ Խախտելով անմեղության կանխավարկածը Փաշինյանն էլ շտապեց հայտարարել, իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու քրյա օլիգարխակղերական խոշոր ու եղկելի պլանը, գրել է նա Facebook-ում։ Ի դեպ, նախօրեին իր աղբյուրներին հղում անելով Civic լրատվական կայքը հրապարակեց իբրև թե հեղաշրջման պլան, որտեղ քայլ-քայլ ներկայացնում է, թե ինչ ժամկետներում ու ինչ միջոցներով է ընդդիմությունը պատրաստվում հեղաշրջում անել։ Ըստ այդ պլանի վարչապետի թեկնածուն Բագրատ Գալստանյանն է։ Պլանում քայլերի հաջորդականությունն է ու ռեսուրսների ցանկը, որևէ աղբյուր չունեցող այս մի քանի էջանոց պլանով վարչապետն է կիսվել իր էջում։ Այս process-ը պատմության մեջ կմնա որպես տահակների ձախողված հեղաշրջում։ Գրում է նա, իսկ ԱՅՔՊԱ-ական Վահագն Ալեքսանյանը մանրամասն բացատրում է պլանի ծրագիրը, ասում, թե որ կետն ինչի համար է գրվել։ Ընդդիմության այսպես կոչված հեղաշրջման պլան։ Գործողությունների ծրագիր, որտեղ քայլերի հաջորդականությամբ պետք է տեղի ունենա հետևյալը։ Ալեքսանյանն իր խոսքով ոչ միայն հավատում է նրան, որ պլանն իրական է, այլև այն արդեն ձախողված համարում։ Ինձ թվում է այս հեղափոխության պլան գծողն ու քաղաքապետարանի Խաչմերուկի նոր երթևեկության պլան գծողը նույն մարդն է։ Այսպես է արձագանքել ընդդիմադիրներից Լևոն Քոչարյանը, որի հոր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը պլանի մարդկային ռեսուրսներ բաժնում է ընդգրկված։
Այս կադրերում, որ քննչական կոմիտեն է հրապարակել, երևում է երեկվա փաստաթղթի բովանդակությամբ եւս մի փաստաթուղթ, որը գտել են խոզարկության ընթացքում։ Թղթի մասը, որը փակ էր Civic-ի հրապարակման մեջ, բաց էր քննչականի մոտ։ Այդ մասում ամսաթիվներ երևում։ 2024-ի համար էր այս պլանը, որը պետք է որ արդեն իրագործված լիներ նախորդ ամռանը։ Քննչական կոմիտեն խոզարկությունների ընթացքում ամրաններ է գտել, զենքեր, նկարներից երևում են որսորդական դիպուկահար եւ այլ հրացաններ։ Մոտ 90 խոզարկություն են արել, հայտնում են քննչական կոմիտեից եւ ավելացնում, որ 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կա, 14 անձ ձերբակալված է։ Սիմոն Հովանիսյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։